Մի բան ասեմ, էլի կոմիսնայի ժամանակ ինժեները разработка եմ անում, մի խաղալիք, որ разработка-ն է, մի բան, ինչ-որ բան, չգիտեմ, հիմա շատ կա, այն ժամանակ չկար կոմիսնայի ժամանակ են տաքացնող պրոստինները, տաքացնող վերմակները, դրանի բաշմակ տաքացնողը 36.6 աստիճան տաքություն պահի, էլ ստիլիզատորներ պետք էին, սոյտակամիությունը չկար, հիվանդանոցներում սարում էին, մարդիկ սարում էին այդ բան 36.6-ի պրոստիներ էինք արտադրում են, բան էինք, ստիլիզատորներ էինք արտադրում, մինչև մի բան ուզում էինք արտադրենք, разработкան արել ես, գնում ենք տեղ условия, տոմներ ենք նայում, տզներ ենք նայում տեղ задания, գոստեր են, կոմիտասի վրա են, որ 4 հատ շենք կան, բլիզնից են, վերջինը հենց ստանդարտնային էր, տեղ էին գնում, սալերունիկում կոգնի, հիվանդանոցը կար, գնում էին կոգնից ենք թույլտվություն ստանում, որ այդ մատերիալները, այդ հումքերը, որից մենք ինչ-որ բան ենք ուզում արտադրենք, վնասակար չի։ Ինքն ինչ-որ ասում է սպիտակ մկերի վրա պետք է բան անի, փորձարկի, մի ամիսը, չգիտեմ քանի տարի է, մի ամիսը մկների կյանքի, չգիտեմ քանի տարի է մարդու, դրա է կորոշեմ։ Մինչև թույլտվություն էինք ստանում, այստեղնից էր հասնում։ Разработкան այդքան երկար չէր տևում, ինչքան թույլտվություն ստանալը։ Որ մեր երեխեքը անգամ գիտեք ինչ էին անում, ասենք ինչ-որ խաղալիք ես, չէ, ուզում արտադրես, նախագծես, բան էին անում այդ, ասում էին քանի տարեկան երեխայի համար է, մաքսիմում այդ երեխան քանի ինչ ուժ ունի, ինչ քաշ ունի, ինչ ուժ ունի, փորձարկում էին, այդ ուժին կդիմանա, թե կկոտրվի։ Հիմա մտնում եմ խանութ, խաղալիքներ, ինձ թվում է ուժեղ սխմեմ, կկոտրվի։ Դրա համար միշտ մանկան ֆիրմայից եմ օգտվում, այդտեղ փափուկ խաղալիքներ են։ Հիմա արդեն երեխեք չեն, հիմա պետք է արտասահման երեխեքի մասին մտածել, հա, բերեր սարքավորումներ, որ արտյեկի գնացող խաղալիքները ստանդարտն համապատասխանացնեն, իսկ մեր երեխեքինը ոչ, հա, ինչ նախարար է, ինքը նախարար է մեր երկրի, թե նախարար է արտյեկրի, մեր էկոնոմիկայի նախարար է, ինչ է հասկանում։ Ոնց որ ասես քո երեխու մասին չմտածես, թքած ունենաս ուրիշ երեխու մասին մտածես։ Ուֆ, լավ։